Դե սա մին երևի մի երկու ամիս է որ կառուցել են։ Հա, դե ցեխն կորած եմ եղել, դա մի կերպ որ սարքեցին։ Հիմա լավ է արդեն։ Հա, շատ լավ է, շատ։ Հա։ Դպրոցը նոր է կառուցվում, չէ՞, դպրոց մանկապարտեզ ունեիք նախկինում։ Չէ, մանկապարտեզ вообще չի եղել։ Հիմա այնա նոր ուզում են սարքեն դպրոցը։ Խոսքը Լոռու մարզի Միխայելովկա բնակավայրի նոր կառուցվող դպրոցի եւ մանկապարտեզի մասին է։ Հին դպրոցը անմխիթար վիճակում է, իսկ մանկապարտեզ համայնքում ընդհանրապես չի գործում։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդացյանն այցելել էր Լոռի, ծանոթանալու մարզում կատարվող աշխատանքներին։ Միխայելովկայում բացի դպրոցն ու մանկապարտեզը նաև գյուղ մտնող հիմնական ճանապարհն է հիմնանորոգվել շուրջ 2 կիլոմետր երկարությամբ, նաև մայթեր են կառուցվել։ Թե նախկինում անանցանելի այս ճանապարհը, թե դպրոցն ու մանկապարտեզը ամբողջությամբ պետական բյուջեի միջոցներով են կառուցվել եւ կառուցվում։ Դպրոցը նախատեսված է 200 աշակերտի, իսկ մանկապարտեզը 80 սանի համար։ Մի շարք ծրագրեր են իրականացվում Տաշիրում, օրինակ կոմունալ պարկի թարմացման աշխատանքներ, խաղահրապարակներ, մարզահրապարակներ, մանկապարտեզներ, դրանք սուբվենցիոն ծրագրեր են։ Նաև ուղիղ ֆինանսավորմամբ 5 դպրոց է կառուցվում Տաշիրում, մոտ 10 միլիարդ դրամ արժեքով։ Տաշիրի բժշկական կենտրոնն է նորից պետական բյուջեի միջոցներով 0-ից կառուցվում 1 միլիարդ 740 միլիոն դրամ արժեքով եւ կարող ենք արձանագրել, որ Տաշիր խոշորացված համայնքում հսկայածավալ շինաշխատանքներ են, մեծ մասը պետական բյուջեի ֆինանսավորմամբ եւ մի մասը կառավարություն համայնք համաֆինանսավորմամբ սուբվենցիոն ծրագրերով։ Տաշիր մեծավան ճանապարհահատվածում ենք 8 կիլոմետր մեծավան գյուղի համար Տաշիր խոշորացված համայնքի շատ սպասված ծրագիր է եւ նույնպես ամբողջ ֆինանսավորումը ավելի քան 1 միլիարդ դրամ պետական բյուջեի միջոցներով է։ Վանաձորում էլ վերջին 2 տարվա ընթացքում հսկայածավալ ճանապարհաշինարարական աշխատանքներ են իրականացվել։ Դպրոցներ ու մանկապարտեզներ են կառուցվել եւ հիմնանորոգվել։ Այդպիսի մանկապարտեզներից մեկում եղանք նախարարի ու մարզային եւ համայնքային իշխանությունների հետ։ Ամեն դեպքում հարմար է։ Շենքը 0-ից կառուցվել։ Գինը հարմար է, քանի խոմրանախ։ 200, 6 խումբ է։ Մեր տնտեսվարն է։ Շատ ապել։ Թուրքը ձեռքաբերվել կդոմսեի կողմից, չէ՞։ Այո։ Նաև ըստ երաշտական գործ կառուցած։ Նախպետ բյուջեի միջոցներով իրականացված աշխատանքների արժեքը գերազանցում է 2 միլիարդ դրամը վերջին 2 տարվա ընթացքում, դրանք հիմնականում ճանապարհներ են։ Իմ թիկունքում գտնվող մանկապարտեզը կառուցվել է համայնքի եւ ուրեմն պետական համաֆինանսավորման մասը իհարկե ավելի շատ է, շուրջ 70% եւ մի փոքր էլ ավել։ Մանկապարտեզի արժեքը ընդհանուր 350 միլիոն դրամ է, այն նախատեսված է 200 երեխայի համար, այս բային ամբողջությամբ համալրված է, մանկապարտեզը բացվել է մի քանի ամիս առաջ եւ մենք շրջայցի ընթացքում համոզվեցինք նաև, որ բնականon գործունեություն է ծավալում ու նաև ենթակառուցվածքը այս ամիսների շահագործման ընթացքում պահպանվել է այնպես, ինչպես շահագործման հանձնվելու առաջին օրը։ Ընդհանուր առմամբ մարզում իրականացած աշխատանքների ծավալը էական մեծ է, վստահ եմ, որ քաղաքացիները դա նկատում են եւ պիտի ասեմ, որ նաև 2026 թվականի ընթացքում էական աշխատանքներ ունենք այստեղ պլանավորած։ Տաշիրում իրար մի քանի գյուղեր կապող ճանապարհի մասով մենք քննարկում ունեցանք, ես հանձնարարել եմ արագ նախագծանախաշվային փաստաթղթեր պատրաստել եւ առաջիկայում այդ ճանապարհը եւս կկառուցվի եւ կհանձնվի շահագործման կրկին պետական բյուջեի ֆինանսավորման։ Վանաձորում պաշտոնյաներն այցելեցին նաև տիկնիկային թատրոն, որը նոր է հիմնանորոգվել։ Մարզպետ Արել Մկրտչյանն ասաց, որ աստիճանաբար հասնում ենք այնպիսի իրավիճակի, որ չհիմնանորոգված մանկապարտեզ 1-ից 1.5 տարվա ընթացքում այլևս չենք ունենա։ 350 երեխայի հերթ ունենք Վանաձորում, քանի որ 6 մանկապարտեզի շենք են վաճառել Վանաձորում։ Դրանք մի մասը, օրինակ մեկը Հայաստանի Հանրապետական կուսակցության գրասենյակ է, հենց այս փողոցում, որտեղ հիմա մենք կանգնած ենք։ Մեկը խանութ է դարձել, մյուսը այլ, դրանք բոլորը դատախազությունում են, քրեական գործեր կան եւ արդյունքում 350 երեխա այլ մանկապարտեզի հերթի մեջ է, այսինքն կարող ենք ասել, որ այս մարդիկ վաճառել են երեխաների մանկությունը, խլել են եւ հիմա կառուցելու ենք եւս 2 մանկապարտեզ, յուրաքանչյուր 200 տեղանոց եւ հերթերը ամբողջությամբ վերացնենք Վանաձորից։ Վանաձորի հետ կապված ես ուզում եմ մի շատ կարևոր բան ընդգծել։ Բյուջեում 6.5 միլիարդ դրամ գումար կա նաև այն բանի շնորհիվ, որ ապարքներ են հավաքագրվել, 27-28 տարվա պարտք ենք հավաքել դեպի համայնքային բյուջե եւ պատրաստվում ենք դա ներկայացնել սուբվենցիոն ծրագրի, այսինքն 13 միլիարդ դրամի փաթեթի մասին է խոսքը, որը 33 միլիոն դոլար է կազմում։ Դրանով Վանաձորում
ձեռք է բերվելու 45 նոր ավտոբուս, տրանսպորտային ամբողջ համակարգը փոխվելու է, տեսնում եք գազելներով են երթևեկում քաղաքացիները, 100 նոր վերելակ, 176 վերելակ կա Վանաձորում, 100-ը միանգամից փոխարինվելու է, երբեք Վանաձորում նոր վերելակներ չեն տեղադրվել, 42 փողոց ասֆալտապատում հիմնանորոգում, դրանք հիմնականում արդեն ծայրամասային թաղամասերն են, 150 բակի ասֆալտապատման աշխատանքներ է լինելու, 3 զբոսայգի է հիմնանորոգվում, որից 2-ը վերադարձվում է հիմա համայնքին, ատրակցիոն պարկ է կառուցվելու բավականին մեծ եւս 2 մանկապարտեզները դառնալու են անվճար ավականու որոշմամբ եւ այս ամեն ինչը կատվածահար են անում այն ավականու անդամները, ովքեր հրաժարվում են գալ ավականու նիստի արդեն մոտ 1 տարի, փոխարենը գերադասում են կատվածահար անել ամբողջ քաղաքը, իրենց տպավորությամբ փորձում են մեր քաղաքական թիմին վնասել, բայց չեն հասկանում, որ 100,000 հոգու են վնասում, որովհետեւ Վանաձորցիները 100,000 չունեն 45 ավտոբուս, 100 վերելակ, 42 փողոց, 150 բակ, 3 զբոսայգի, մանկապարտեզներ, որովհետև այդ անուն ազգանունները հրաժարվում են գալ ավականու նիստի, սա է պատճառը եւ կարծում եմ, որ թե առաջիկա համապետական ընտրություններում եւ թե դրան հաջորդող թիմ ընտրություններում 100,000 քաղաքացիները կտան դրա պատասխանը քվեախցիկներում։ Այցի վերջում նախարարը մարզպետի ուղեկցությամբ զբոսնեց Վանաձորով, շփվեց քաղաքացիների հետ։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։